Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Այս շաբաթ մենք ականատես եղանք բավականին արտառոց մի իրավիճակի, որը շատերին շոկ առաջացրեց շատերի մոտ։ Մանն այն է, որ երկրի ղեկավարը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արդեն սկսում է խախտել բոլոր թույլատրելի սահմանները եւ իր լեքսիկոնով, իր վերաբերմունքով, իր պահվածքով ուղղակի մի կողմից մեր հասարակության վրդովմունքն է առաջացնում, մյուս կողմից մեր թշնամիների ուրախությունը։ Բոլոր adekvat մարդիկ ուղղակի այնքան ապշահար են, այնքան խոսքեր չեն գտնում արձագանքելու այս իրավիճակին, որ չգիտեն ինչպես դուրս գալ այս դրությունից։ Ինչ անել, որպեսզի երկիրը հանենք այս վիճակից եւ երկրի ղեկին նստած անձը ուղղակի փոխարինվի մեկ այլ ավելի ընդունելի, նորմալ, գրագետ լեքսիկոն ունեցող պետության ղեկավարի պատասխանատվությունը զգացող մի անձնավորությամբ։ Հիմա այս իրավիճակն է հաստատվել երկրում եւ մարդիկ գոնե իմ ճանաչած նորմալ գրագետ մարդիկ ուղղակի Թիվը գնալով պակասում է։ Գիտես, չի ասի պակասում է, որովհետեւ ես տեսնում եմ, որ նույն այդ լեքսիկոն, այդ պահվածքը երկրի ղեկավարի իր կնոջ շատ քիչ մարդկանց կողմից է հավանության արժանանում։ Եթե հանենք իրենց թիմը, իրենց կերակրատաշտից սնվողներին տակը գրեթե բան չի մնում, բայց մյուս կողմից բոլոր են մարդիկ, ովքեր դժգոհ են, վրդովված են, ովքեր զգում են, որ ընթացքը վատն է այս երկրի եւ չգիտենք թե ուր է տանում այս ամենը, դրանք չգիտեն իրենց անելիքները։ Մի կողմից ինչ որ մի խումբ քննարկում է իմպիչմենտի հարցը, այդ դեպքում չեն գտնում ելքը, մյուս կողմից փողոցը դատարկ է, չկան դիմադրողներ, բայց նաև կա մի խայտառակ իրավիճակ, որ արդեն բանը հասել է այնտեղ, որ երկրի վարչապետը եկեղեցուն այտենց բացահայտ մարտահրավեր է ուղղում եւ վիրավորում է սրբազաններին։ Ընդ որում գիտես, հետաքրքիրն այն է, որ երևի մեզ լսողները ծանոթ են վերջին այդ սրացումներին, հա, վարչապետի կողմից, երբ որ նա մեկին եպիսկոպոսներից մեղադրում է անանուն անհասցե մեղադրանք է ուղղում, թե իր քեռու կնոջ հետ ինչ որ սեռական հարաբերությունների մեջ է, հա, մոտարապես այսպես, որտեվ նույնիսկ խուսափում եմ, չեմ կարողանում այդ բառերը արտասանել, հա, եթերից, ինքը իր պատին գրում է, մենք վախենում ենք, չենք կարողանում մեր կրթությունը, մեր դաստիարակվածությունը թույլ չի տալիս այդ բառերը օգտագործել։ Մի կողմից ուրեմն իր կինը կրթում է, խոսում է կրթությունից, գիրք կարդալուց եւ այլն, այս կամուսինը նման լեքսիկոնով։ Բայց ես ուզում եմ նաեւ խնդրին մոտենանք մի այլ կողմից։ Օրինակ ես մտածում էի, որ դա նշանակում է, որ մարդը չգիտի իր եւ այլ անձանց իրավունքների սահմանները, չգիտի, որ չի կարելի մարդու նեղանձնական կյանք մտնել եւ նաեւ գուցե պետական իր լծակները կիրառում է ինչ որ ստվերային ինֆորմացիա այդ մարդկանց անձնական կյանքի մասին հավաքելու համար կամ առաջնորդվում է պարզապես այսպես կողքից լսած բամբասանքներով, հա, չի բացառվում, ասենք, չգիտեմ, Արայիկ Հարությունյանը մտել է իր մոտ, ասել է, բա գիտես ինչ եմ լսել Նիկոլ ջան, ասում են, էս ինչ եպիսկոպոսը իր քեռու կնոջ հետ է եւ ինքը դա անմիջապես վերցրել գրել է, հանրայնացրել է, հա։ Այսինքն մեկն ու երկուսը չի այս երևույթի վտանգավոր վատ դրսևորումներ, այլ sense բազում բաներ կարող ենք չէ թվարկել։ Խոսում է կուսակրոնությունից, խոսում է հավատքից, խոսում է եկեղեցուց, դու ինչ գործ ունես, դա ինչքանով է քեզ վերաբերվում, չգիտես, որ եկեղեցին եւ պետությունը տարանջատված են եւ եկեղեցին այլ հավատքի ոլորտի հետ առնչվող կառույց է։ Մի խոսքով։ Շատ բարի։ Ես էմոցիոնալ պատասխանս ունեմ, բայց մինչև էմոցիոնալ պատասխանից անցնելը մի քիչ ռացիոնալ փորձենք ռացիոնալ ամեն դեպքում մոտիվը հասկանանք, չէ՞, որն է սրանց մոտիվը, որն է դրդապատճառը։ Բնականաբար դրդապատճառը կարող է լինել մի քանի գործողություն։ Առաջին, օրինակ վարչապետի տիկինը դողատակերում բացեց այն իրանց նյարդայնանալու էլեմենտը, որն էր, որ ձեր ինչ գործն է արցախահայություն, արցախցիների վերադարձի իրավունք եւ այլն, չէ՞ որ այս նույն օրերին կաթողիկոսի բարձր հովանու ներքո Եվրոպայում կազմակերպվում է համաժողով, որտեղ ուղեղներ, կարծիքի հեղինակություններ, համաշխարհային դեմքեր
բաց են պահում Արցախի էջը, խոսում են մեր պատմական հայրենիք վերադարձի իրավունքներից, մեր իրական հայկական շահից, իսկ սրանց մոտ դա նյարդայնացնում է, որովհետև սրանք ուրիշ ծրագիր ունեն, չէ՞։ Սրանք ավելի շատ Ալաշուքյուր Փաշազադեի գծի մեջ են, որն ասում է, որ հայ առաքելական եկեղեցին են խոչընդոտ է խաղաղության իրենց այդ ворթեգրած ուղուն, չէ՞։ Հետևաբար մեկ գործոն, որը ուղղակիորեն սրանց ներարդայնացնում է, որովհետև եկեղեցին որպես ինքնության մեր ամենակարևոր պատվարներից մեկը չկա պետություն կամ պետական իշխանություն իր տեղում չի, եկեղեցին լուռ ու մունջ իր գործը անում է։ Սա մեկն է արդայնացնող հանգամանք, դրա համար պորտկացին սրանք այսպես։ Երկրորդը աշխարհակահական լարվածությունն է։ Այս օրերին առնվազն 2 խոշոր ուժային կենտրոններից եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչեցին խոսքեր, որ Սյունիքում լարվածությունը էական նկատելի է։ Դրան գումարենք, որ հենց այս օրերին, երբ որ սրանք ընտանիքով կապիկություն են անում, մեր քթի տակ Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան Բերձորում, օկուպացված Բերձորում բացում են միջազգային օդանավական հերթականը, չգիտես ինչու, արդեն 3 պետություն խորագրի այդ եղբայրական կոդի մեջ 350 միլիոնանոց թուրքական աշխարհի իսլամական այդպես եղբայրության մասին են բարբաչում եւ անթակույց սլաքներն ուղղում են դեպի Հայաստանի Հանրապետություն, փոխանակ դիվանագիտական հասու միջոցներով, հա, ռազմական դիվանագիտության եղանակներով ինքը փորձի իլուր աշխարհի բարձրաձայնի այդ վտանգները նա բերում է օրակարգերը, տեսեք ինչով անում։ Հիմա վերադառնամ էմոցիոնալ պատասխանից։ Էմոցիոնալ առումով, երբ որ երկրի ղեկավարը հայ առաքելական Սուրբ եկեղեցու հաստատություններն համեմատում է Չուլանոցի հետ, ես էլ ունեմ մի բառապաշարեն, ինձ հարիր չի, բայց ուղղակի պետք է ասեմ, որ փողոցային բառապաշարում մարդկային բարոյականության անդնդի եզրին ամենահատակում գտնվողներին ասում են Չուխան։ Այսինքն Չուխանի մակարդակի, Չուխան ընտանիքի, Չուխանի հոգեբանությունը, որը բարոյական առումով, ֆիզիկական առումով նա օտարված է, նա մեկուսացած է, նա մարդկային էվոլյուցիայի ամենաստորին աստիճանի վրա գտնվող մարդ է, այ Չուխանի հոգեկերտվածքը, Չուխանի մտածելակերպը կարող է այդպես հարձակվել մեր բոլոր ինքնության կարևոր հենասյունների, մեր սրբությունների վրա։ Այս են իրենք ընտանիքով անում ըստ էության այսօր։ Գիտես, նաև ես մի բանի վրա ուշադրություն դարձեցի, գուցե նաև ինչ որտեղ մանրանում ենք, բայց արժի որ մեզ լսողները նաև սա լսեն, հա։ Ուրեմն խոսում են կրթվելուց, գիրք կարդալուց, գնում են խորենացի եւ այլն, կարդում տիկինը, ամբողջ օրը դաստիարակում է իր էջում, որ այ անդաստիրակներ, այ տգետներ, այ տխմարներ, սովորեք, կարդացեք գիրք, կարդացեք, ասում եմ, շատ կարդացեք գիրք։ Ախր այդ խորհուրդները լավ կլինի, որ քո ամուսնուն տաս եւ դուք ընտանեկան միջավայրում կարդաք այդ գրքերը, որտեվ եթե մի քիչ գիրք կարդացած լինեին, օրինակ կառավարության նիստում ես կարծում եմ, որ կռավատ բառը չէր օգտագործի։ Ասենք իմ շրջապատում կռավատ բառ օգտագործող մարդ գոյություն չունի։ Ավալովկա, հա, Արամ Աբրամյանը Առավոտի խմբագիր լավ էր գրել, որ դա ռուսերեն ապալուպկա բառն է, որ անգրագետ, տգետ մասսան ձևախեղել է եւ այլն։ Հերավոր Իջևանի Ենոքավանում Չուլան բառը խորդանոց բառն է իրականում, հա, ճիշտ է, չես անհարմար է, մարտիրն թույլ չի տա եկեղեցին խորդանոցի հետ համատի, բայց եթե դու ուզում ես անպայման համատես վատ իրերի ինչ որ հավաքածուի տեղի հավաքատեղի մասին, պետք է գոնե խորդանոց բառ օգտագործես, ոչ թե չուլանանոց եւ դառնաս դու ասել ես բառեր, արտահայտություններ անթույլատրելի մարդկանց հավատացյալների հավատքը վիրավորող, հա, զգացմունքները վիրավորող, որովհետեւ ի վերջո եկեղեցին նաեւ հավատքի հետ կապ ունի։ Հա, եւ այդ հավատացյալների մի հսկա զանգված եւ նաեւ հոգեվորականներ վրթովվել են, արձագանքել են, պատասխանել են, ինչ որ տհաճ ձեր համար տհաճ բաներ են ասել, բայց դա պատճառ է, որ դուք բոլոր սահմանները խախտեք, բոլոր կարմիր գծերը հատեք եւ անցնեք, չգիտեմ ինչ լեքսիկոն կիրառելու։ Սա պարզ մարտահրավեր է ողջ հանրությանը, հայ ժողովրդի են գիտակից հատվածին։ Ասեմ ձեզ, իհարկե, եթե ամեն ինչ հիանալի լիներ, եթե մենք ունենայինք բարձր կրթական մակարդակով հասարակություն, Նիկոլի նման այդ Չուխանի փողոցային ոճաբանությունը պահանջարկ չէր վայելի։ Եկեք ընդունենք, որ մեր հասարակությունում մեր կողքին երևի թե կան մարդիկ,
որոնց այդ փողոցային բառապաշարը, պրիմիտիվ բառապաշարը 10%, 15% այդ 10%-անոց ագրեսիվ փոքրամասնությունն է, որ այսօր կարողանում է ֆոն ստեղծել, որ երևի թե ողջ ժողովուրդը այդպես է։ Կրթվելը միշտ ոչ թե նորաձև է եղել, կրթվելը միշտ պարտադիր է եղել։ Երբ որ բոլշևիկները դեռ եկան իշխանության 17 թվականին, Լենինի առաջին կարգախոսն էր սովորել։ Ու երբ որ Լենինն ասում էր, որ ամեն խոհարար կարող է երկիր կառավարել, դա նշանակում էր խոհարար այնքան բարձր կրթական ցենզ ունի, պետք է ունենա, որ կարողանա այդ երկիրը կառավարել։ Ոչ թե սրանց մեջ պատահականության բերումով գան իշխանության ու ամեն ինչ այսպես ցիրուցան անեն, հա, այնպես որ այս տեսանկյունից կրթվելը պարտադիր է, կրթված հասարակությունը բնականաբար կրթված եւ ինտելեկտուալ բարձր, բարոյական հավատքի առումով, եթե մենք ամրակուր հավատացյալ իրականում մեր երակներում քրիստոնեական այրուն է խոսում, մենք հիմա փողոցները պետք է հեղեղենք։ Իհարկե ամեն մեկս անհատապես կանգնած ենք մեր եկեղեցու կողքին։ Ես կանգնած եմ իմ եկեղեցու կողքին։ Եկեղեցու նկատմամբ յուրաքանչյուր հարցակում ես անհատական եմ դիտարկում, բայց դա դեռ գործողության չի վերածվել։ Երևի պահն է հասունացել։ Ես տեսա, որ այդ woman մեկի այդ Facebook-յան գրառման տակ առնվազն մի քանի հազար հայհոյախառն մեկնաբանություն կա։ Այդ մի քանի հազարը հայհոյախոսությունից բացի գան փողոց իրենց դիրքորոշումը քաղաքացիական արտահայտել, իրականում այս երկրում կարելի է բան փոխել։ Այնպես որ դա այնպես իմ լավ բարեկամ Արա Սահակյանը, որ հիմա Ղազախստանում է, անցած օրը մի հետաքրքիր միտք արտահայտեց մեր զրույցի ժամանակ, ասում է, որ հիբրիդային պատերազմ, որ այդքան ասում են, հենց սա է հիբրիդային պատերազմը, որ իրենք հայտարարել են իրենց ժողովրդին։ Ամեն օր խելագարացնել, հունից հանել, այսպիսի ստատուսներ գրել, այսպիսի մեկնաբանություններ անել, կեղծ ինֆորմացիա նետել դաշտ, խոսել նախկինների թալանից, նախկինների արարքներից, խեղաթյուրել իրականությունը, ներկայացնել, որ մենք երբեք այսքան ինքնիշխան չենք եղել, մայիսի 28-ի ուղերձը նկատի ունեմ, այո։ Եվ այս բոլորի մեջ քաղաքացին ինքը շփոթահար իր պատկերացումները ասենց խառնված խառնաշփոթի մեջ մի կերպ ապրում է, գոյատևում է, փորձում է հակազդել այս սրանց բերած հասկանալի ընդունված է համարել, որ հիբրիդային պատերազմի գործիքակազմը կիրառում են թշնամի պետությունները իրենց հակառակորդ պետության դիմադրությունը կոտրելու համար, բայց իրականում նույնիսկ քաղաքագիտության մեջ էլ նորարարականն է, որ հիբրիդային պատերազմ վարի քո իշխանությունը սեփական ժողովրդի դեմ, հա, սա կարծում եմ, որ ապագա ուսումնասիրությունների առիթ պետք է հանդիսանա եւ ինչպես դիմա, այ տեսեք, քանի որ եթե կա արտաքին թշնամի, արտաքինի դեմ ներքին մոբիլիզացիան հնարավոր է իրականացնել, հա, կամ պլանավորված կամ ենթագիտակցական առումով ժողովուրդը համախմբվում են արտաքին թշնամու դեմ պատվար են կազմում, բայց երբ որ թշնամի ներսում է եւ ինքն այդ հիբրիդային գործիքակազմը իրականում առաջանում է շփոթ եւ մանավանդ որ ունենք ընդդիմության մեջ խնդիրներ, չունենք այն առաջնորդի ինստիտուտը, որը կվերցնի ու կգնա իդեպ նորից եմ խնդրում գուցե քաղաքականի փոխարեն եկեղեցին նորից էլի առաջնորդության դրոշը պահի, որովհետեւ ինձ այսօր պետք է եկեղեցի, որը ճիշտ է այն ժամանակ ոչ թե իշխանությունն է ճիշտ, այլ եկեղեցի, որը ճիշտ է, երբ որ իշխանությունն է սխալ։ Իշխանությունը սխալ է, ակնհայտ սխալ է։ Եկեղեցի ջան, դու ճիշտ ես, ճիշտը խնդրում եմ առաջնորդին, մենք էլ որպես հավատավոր հոտ կանգնենք ու փորձենք այս չարիքից այդպես փրկվել։ Եվ լավ նկատեցիր, որ թերևս այս իրենց այս սրացումների այս պահվածքի նաև պատճառը Շվեյցարիայում ընթացող այդ համաժողովն է, որին մասնակցում են Արցախի հարցերով Արցախի խորհրդարանի ձևավորած հանձնախումբը, մասնակցում է մեր եկեղեցու պատվիրակությունը վեհապարի հովանու ներքո եւ բավականին նաեւ օտարերկրյա մասնակիցներ գոյություն ունեն այնտեղ։ Հետաքրքիր էր, որ նաև պարզ է, որ հիմնական խոսակցությունը գնալու է նաև գերիների վերադարձ, արցախցիների վերադարձ Արցախ եւ այլն, եւ տիկինը փաստորեն չի թաքցրել, որ գերիների վերադարձի թեման նույնիսկ իրենց վրթովեցնում է, հունից հանում է, հա, իրենք ոչ միայն իրենք չեն զբաղվում, այլ ուզում են, որ ոչ մեկը չզբաղվի դրանցով, հա, չէ, իբր թե իրանք այն կուրը դեսնեին արել, ինչպես մեր լորեցներն են ասում։ Թվում է թե իրենք պետք է կազմակերպեին, չէ՞, այս տեսակ եւ համաժողովներ եւ ամեն ամբիոն օգտագործեին խոսելու համար Արցախից։ Դետալ էլ ավելացնեմ, հենց այս օրերին Հայաստանում, ինչքան ես տեղեկացված եմ,
սրանք ցանկանում են, չէ, Արցախի էջը վերջնականապես փակվել, Արցախ բառը չօգտագործել, Արցախի պետականության ինստիտուտը ջնջել, բայց Արցախահայությունը, արցախցիները կարծեմ այդ որոշումը կայացրել են եւ ազգային ժողովի նախագահի ընտրությունից հետո նաեւ Արցախի նախագահի օրակարգային հարց կա այս օրերին դա նույնպես իր հանգուցալուծումը եւ չեն էլ թաքցնում այդ մասին ազգային ժողովի նախագահը Հայաստանի խոսեց, ասաց, որ դա ազգային Արցախի նախագահի ընտրությունը համարժեք է Արևմտյան Ադրբեջան եզրույթին, դրանք հայելային պահանջներ են։ Սրանք ֆանտաստիկ են, մրցակցությունից դուրս են յուրաքանչյուր բան թարս փաթեթավորելու եւ հակառակը ներկայացնելու առումով։ Չէ՞, տեսեք, հայ առաքելական եկեղեցին իրենց համար սպառնալիք է, եթե Ադրբեջանի համար սպառնալիք է, իրենք էլ ադրբեջանական դրածո են, պարզավոր իրենց համար էլ է սպառնակի։ Հայերեն լեզուն, հայոց լեզուն, արցախահայության, արցախցիների գոյությունը, նրանց իրավունքների համար պայքարը, չէ, սոցիալական իրավունքների համար ամիսներով պայքարում են։ Դրա հարցը հանգուցալուծված չի, այդ կրակը կարելի է ամեն պատ թեժացնել եւ իրենք դրանից վտանգը զգում են, այսպես ասած, շնչառությունը զգում են, դրա համար ավելի ագրեսիվ, ավելի լարված, ավելի նյարդային են արձագանքում, բայց մեծ հաշվով ինչքան իրանք նյարդայնանում են, այնքան նշանակում է հողը ոտքերի տակից փախնում է, այնքան կարծում եմ, որ մեր ժողովրդի մոտ արդեն միանշանակ է, որ սրանք շուտապույտ պետք է գնան, ուրիշ ճար չունենք։ Թե ինչպես այդ է հարցը։ Եվ գիտես, այս բոլոր process-ները մարդիկ վերագրում են նրան, որ հերո չեն, սարի հետևում չեն ընտրությունները ազգային ժողովի եւ հիմա այս բոլորը ուղղված է վերարտադրվելու, հա, որպեսզի հնարավոր բոլոր եղանակներով մեկ տարվա, դե պարզ է, որ արդեն քարոզարշավը սկսվել է, ուրիշ բան, որ մենք հիմա համարում ենք, որ իրենք սխալ ճանապարհով են գնում եւ այս ամեն ինչը վնասելու է իրենց հեղինակությանը, բայց իրենք երևի ինչ-որ իրենց հաշվարկներն ունեն, չէ՞, կարծում եմ, որ գնում են դեպի 2026 թվականի ընտրություններ եւ հույս ունեն, որ այս մի տարվա ընթացքում կարողանալու են վերականգնել իրենց կորցրած հեղինակությունը։ Կարելի, այո, եթե բայց 26 թվականի եթե ընտրություններին պատրաստվում է իշխանությունը, սրանց ագրեսիվությունը էլի բացատրություն չունի, որովհետեւ եկեք ընդունենք, երբ որ դու հասարակության տարբեր շերտերի հրապարակավ մարտահրավեր ես նետում եւ մտնում ես ձեռնամարտի մեջ, պարզ է, չէ, որ դրանք արդեն պոտենցիալ քո թշնամիներն են դառնում։ Եվ այդ տեսանկյունից նորանոր խմբեր հեռանում են իրենցից եւ իրենց էլեկտորալ, այսպես ասած, ընտրազանգվածը նրանց ոտքերի տակից գնում է։ Այստեղ մի քանի բացատրություն կարող է լինել։ Առաջին, ուրեմն իրականում ամպեր կան կուտակված, շատ լուրջ է իրավիճակը, դրա համար փորձում են հարձակվել։ Ես բերեմ մեկ օրինակ։ Երբ որ համալսանում ուսանող էինք, ունեինք դասախոս։ Այդ դասախոս առաջի կուրսում, երբ որ մտնում էր լսարան, տոտալ վախի մթնոլորտ էր։ Գոռում էր, գոչում էր, անպարկեշտ արտահայտությունները, կատու ճղել եւ այլն եւ այլն։ Միչալոս Նիկոլի սիրած պատմությունը Եվ սսկվում էր։ Լսարանը ինչ որ պաս սսկվում էր, բոլորը վախենում էին, պատերի տակ քշմնջում էին, «Ոյ, այս դասախոսը էսպես է»։ Հիմա Նիկոլը մեծ հաշվով, եթե ես պրոյեկտ եմ, ինչ անի, տոտալ վախի, այսինքն ինքն ու կինը փորձում են հասարակությունից իսպար լոյալություն ստանալ, բոլորը ծպտուն չհանեն, իրենք են միակ ճշմարտի, ինչ անում են, լավ են անում, իրենք գիտեն ինչ են անում, մնացած բոլորին, այսինքն դաժե խոսելու իրավունքից դաս են տալիս, հա, արդեն անթակույց, այսպես ասած, նույնիսկ էլ չեն էլ հանդուրժում իմ ու քո խոսքը, այլակարծությունը, չէ, եւ այլն, հետեւաբար դա, իսկ ես շատ եմ շփվում այս օրերին, ասեմ ձեզ, գործարար մի խավ կա, որոնց վախ իրականում բռնել են։ Իրականում բռնել են եւ մարդիկ ասում են, վայ, շարից փորձանքից հեռու, լայքի համար եկան ակտ գրեցին, հա, ստատուսից համար եկան պատժեցին եւ այլն, այսինքն այդ տոտալ ռեպրեսիվ մեխանիզմը գործի դնելով իրենք փորձում են այս անգամ, տեսեք, լեգիտիմությունը պակասած, սիրո այլ հանդուրժողականության մասին ավելի ուրիշ խոսել, իրենք այդ իրենց դիմակները պատրաստել, մնում է տոտալ վախը։ Միայն վախով են փորձելու վերարտադրվել, միայն վախով են։ Իսկ եկեղեցին ու Աստվածաշունչն ասում է՝ մի վախեցիր։ Իմ շատ սիրելի Բագրատ Սրբազան այդ խոսքը շատ ասում՝ մի վախեցիր։ Իրականում, եթե Աստված մեր հետ է, մենք ոչ մի վախ չունենք։ Իսկ Աստված մեր հետ է, մեր գործն է ճշմարիտ։ Մի բան էլ ես պատմեմ, երբ որ ստատուսը գրել էր այդ դոմփելու թեմայով, ուրեմն հավաքվել ենք խմբագրությունում, մտածում ենք ոնց ինչ կարելի անել, ասացի դե կարելի նայել տեսնել թե ինչ խելոք ստատուսներ են գրել տարբեր մարդիկ, հավաքել մի նյութի մեջ դնել կայքում, թող կարդան մարդիկ տեսնեն, որ այսպեսին է արձագանքը, հա, դրական, բացական կապ չունի, ասեցի, ինչ կգրեն, ոնց կգրված կլինի, այդպես կհավաքենք,
Մեկ էլ բացում ենք ուրեմն Facebook-ը, տեսնում ենք, որ Աննա Հակոբյանը ինքը արդեն այդ գործն արել է, ուրեմն հավաքել է մի բոլորի ստատուսները մի բանի մեջ, ուրեմն մի ֆայլի մեջ, շատ լավ է, լրագրողական լավ աշխատանք է արել, ահագին թեթևացրեց մեր աշխատանքը, իմիջիայլոց հենց այդպես ամբողջությամբ վերցրեցինք, դրեցինք մեր մոտ։ Ինչ եմ ուզում ասել, մի հատ դրական գրառում չկար, Խաչիկ։ Եվ կոմենտների մեջ չկային դրական իրենց քարոշչության պատասխանատուներից մեկը Սուրբ Գայանը եկեղեցուց հոգին եթե հանում ես, ասենք պարզը չէ, Արսեն Թորոսյան, Վահագն Ալեքսանյան, ովքեր են այդ մարդիկ եւ դրանք այն մարդիկ են, որ եթե Նիկոլը հիմա դուրս գա փողոց մի 5 տարեկան երեխա մորթի ուտի, ասելու են լավ արեց, ճիշտ արեց, այդ մարդկանց եթե հանում ես, չկա դրական վերաբերմունք, չկա պարզապես։ Եվ մի բան եմ ուզում այստեղ նկատել։ Արմինե, քեզ չի զարմացնում, այդ մարդիկ երևի դրանից են հաճույք զգում։ Հետևաբար սա երևի թե հոգեկան, գուցե սեռական, գուցե ֆիզիկական շեղման մի նոր որակ է, որի մասին բժշկությունը կամ դեռ գիտությունը դրա պատասխանը չի տվել։ Գնան բան հոսանքին դեմ գնան։ 3000-ից ավել կոմենտներում չկա 1-2 դրական գուցե էլ իրանց մնացածը հայոց խոսություն։ Ուզում եմ ասել, որ դա չի ծառայելու իր բանին, եւ մեկ էլ մի բան նույն օրը առավոտյան նաեւ տեղեկացանք, որ Հարավ Կովկասյան մի մեծ կազմակերպություն հարցումներ է արել եւ Հայաստանում հաշվել են, որ մեր եկեղեցին ունի 71%-անոց հեղինակություն, վարկանիշ։ Այսինքն Հայաստանի համար դա շատ լուրջ թիվ է, եթե հաշվում ենք, որ իշխող ուժ ունի ընդամենը մի 10%, 71% դա լուրջ թիվ է եւ գուցե չի բացառվում, որ նաեւ դա է պատճառը, որ հիմա որոշել են այդ 71%-ը նվազեցնել, թեպետ հակառակ էֆեկտն է ստանալու։ Երբ որ սկզբից ասեցինք արտառոց, բայց իրականում արտառոց չի, չէ՞, սրանց սպառվածքը 18 թվականը եթե մենք վերհիշենք, կտեսնենք, թե ինչ անթակույց հարձակումներ են եղել եկեղեցու ինստիտուտի նկատմամբ, չէ, եկեղեցականների հոգևոր առաջնորդի նկատմամբ, այս տարիներին փուլափուլ։ Անցած տարի բոլորին հիշեցնեմ, հա, նույն մայիսի 28-ին, ինչպես էին քաշքշում Գարեգին II-ին եւ թույլ չէին տալիս, որ բարձրանար Սարդարապետի հուշահամալիր, չէ։ Մեր հիշողությունը մի քիչ կարճացել է, բայց այդ բոլոր դրվագները, որ հիշում ենք, տեսնում ենք, որ սրանք չէ, հետո կարող ենք նաեւ այլ օրինակներ էլ բերել։ Հետևաբար եկեղեցին էլ խնդրում եմ իմ եկեղեցուց, հա, այստեղ կոնֆորմիզմը, հարմարվողականությունը ոչ մի արդարացում չունի։ Գուցե ես պետք է անեի որպես քաղաքական գործիչ, բայց խնդրում եմ, ես իզորու չեմ։ Չարի դեմ պայքարում քաղաքական մեթոդները սպառված են։ Գործի դրեք ձեր բանադրանքի ինստիտուտը, Նզովքի ինստիտուտը, իդեպ անցած տարի Նզովքի ցեղասպանության շղթման համար Նզովքի բանաձևը շրջանառվեց։ Խնդրում եմ, բանադրեք, գործի դրեք, աղանդավորության դեմ դուք ունեք հազարամյա պայքարի փորձ։ Սրանք քաղաքական աղանդավորներ են, սրանց հետ քաղաքական, դասական, դասագրքային մեթոդները անզոր են։ Խնդրում եմ, օգնեք մեզ, ազգին դուրս գանք այս վիճակից։ Դեպ առաջարկում էին, որ կաթողիկոսը հոգևորականները մեր սրբազանները դուրս գան փողոց եւ մարդկանց առաջնորդեն դեպի կառավարության շենք։ Տեսնենք, մենք 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդ ենք, հավատացյալ ժողովուրդ ենք, մենք ընդունում ենք այդ ինքնությունը, այդ արժեքները, թե դա էլ է մեր համար ուղղակի մոդայի նման, հագուստի նման բաներ, ուղղակի կերում ենք ու մտածում ենք, որ մենք այդպեսին ենք, բայց խորապես համոզված եմ, այո, պետք է առաջնորդություն, այդ առաջնորդի սպասումով մենք պետք է համախմբվենք, ինքնամաքրման փուլը անցնենք, երևի թե գուցե պետք էր Աստված ուղարկել է այս փորձությունը անդունդի հատակին հայտնվելու, բայց վերելք է լինելու հայոց նոր վերելքի ճանապարհը ես տեսնում եմ, ես հույս ունեմ, որովհետև ինձ, քեզ, մեր երեխաներին Աստված նրա համար չի ստեղծել, որ մենք ամենօրյա ռեժիմով սպառենք այս աղբը, այս աղբանոցից հորդող կոյուղաջրերը, որոնք ուղղակի լցվել են մեր այլունատար համակարգերը։ Եվ եթե, գիտես, նույնիսկ եթե կարող էինք հանդուրժել, եթե երկրի պետության գլխին այսքան վտանգներ կախված չլինեին ու ամեն օր մենք չտեսնեինք, թե ինչպես են մեր թշնամիները, ինչ քայլեր են անում, ոնց են համախմբվում, ինչ ռետորաբանություն են օգտագործում Հայաստանի դեմ, եւ պարզ է, որ դրանք պարզապես խոսքեր չեն, որոնք կարելի է լսել ու անցնել։ Դրանք ծրագրեր են, քաղաքական ծրագրեր են, որոնք իրենք հետևողականորեն իրականացնում են։ Այո, համաձայն եմ։ Լավ, հուսանք, որ սա լավ ազդակ կլինի, այո, ժողովրդի համար, հասարակության համար, մտավորականների համար, հոգևորականների համար, այո, բոլորին ցույց կտա, որ արդեն բոլոր կարմիր գծերը հատված են, պետք է սպառված համարել բոլոր հնարավոր ռեսուրսները։ Հարկավոր է վիրահատական միջամտություն չարորակ ռուսքը ինքը ծովահարեշի նման տարածված է, ուղղակի խեղդում է մեզ ներսից։
պետք է ինքնաազատագրման ճանապարհը անցնենք, ինքնամաքրման ճանապարհն անցնենք, հետո նոր գնանք զարգացման, ինքնակատարելագործման ուղիով։ Եվ մեր տարաձայնությունները, այն մանր նեղ բաները պետք է դնենք Իհարկե, եթե այսքան բանից հետո էլ պետք է ներընդդիմադիր գզվռտոցների ականատես լինենք ու դրանով մենք մեզ ռեալիզացնենք, ուրեմն ամոթ է մեզ բոլորիս։ Շնորհակալ եմ։ Բայց ամոթ է իրենց, որ այս պահին իրենք են Հայաստանը ներկայացնում, ամոթ իրենց, որից եմ ասում, հրապարակավ թող այդ ամոթը գոնե այդ պարսավանքը մեր խոսքն էլ տեղ հասնի, հասկանան, որ իրենց պես մտածողները փոքրամասնություն են այս երկրում, մեր ազգը, մեր ժողովուրդը ամենևին էլ սրան արժանի չէ։ Լավ օրերը գալու են։ Գալու են լավ օրերը։ Այսօր այսքանը, կհանդիպենք։